Այսօր նորից տոնա, փառք Տիրոջը։ Մենք Տիրոջ տանն ենք, դա արդեն մեծ ուրախություն է, մեծ մխիթարություն է, երջանկություն ասեներ, որովհետև կգա ժամանակ, որ Տիրոջ տան մեջ լինելուտ իհարկե ապաշխարության եւ սրբության հետևանքով կհայտնվես երկնքում եւ կզարմանաս, թե ինչ մեծ փառքերի ես դու արժանի ու կասես ռեշտակների հետ Տեր, ես արժանի չեմ, միայն դու ես արժանի առնելու փառք, պատիվ մեծություն, որտեղ իմ համար մորթվեցար եւ քո այրունով ինձ գնեցիր մեղքից, մահից, իմ սրտի հրեշից եւ այդպիսով ինձ արժանացիր միանալու քո հետ փառք Աստծո։ Այս գանձերը սեներ հրապարակում օպերայի չեն բաժանում։ Ոչ մի ընտրությունների, կուսակցությունների, ոչ Ամերիկայում, ոչ մի տեղ չեն բաժանում։ Միայն Տիրոջ տան մեջ, միայն ավետարանում, միայն Աստծո որդու չարչարանքի շնորհիվ, շնորհք, ձրի պարգև, նվեր, դու հավիտյան մահվան արժանի մարդ ես։ Հավիտենական դժոխքներում վառվելու արժան ես, միայն ով ընդունում սա։ Իսկապես հավատում եք, որ ձեր սրտում օձ կա։ Հա։ Իսկապես որ հայլում ես, կայնում ես, եղբորդ հետ կռվելու ժամանակ ասում ես օձը դու ես, քեզ ասում ես օձը դու ես, դու ասում ես օձը դու ես։ Հենց հասնում են գործնականի փոխվում է, չէ՞ այուն։ Դաղալություն եք անում, էլի կարգին չեք ապաշխարում, խապում եք Հիսուսին, չէ՞։ Ես էլ ձեր հետ ասում ենք Հիսուս ջան, մեռնեմ չանիդ, մեռնեմ քո մարեսային, այս մեկը բան ասում, լենգում գնա։ Չես դրում աղոթում եմ։ Այդ աղոթքը զրո է արդեն։ Զրո, դրա համար սներ, ես եմ առաջի զրոն։ Եկեք սկսենք լրջորեն ապաշխարել, հա, համաձայն եք։ Հա, դեռ մեկ վկայում եք, որ չեք ապաշխարել։ Ես էլ ձեր հետ։ Եվ որտեղից սկսենք սեներ, Աստված սովորացնում է ոնց սկսես ճիշտ ապաշխարություն, ճիշտ նվիրում եւ ճիշտ երջանկություն։ Ես հիշում եմ, որ մենք էլ մեղքից ազատ չէինք, հազար տեսակ կապանքների մեջ, բայց նաեւ անպատմելի ուրախություն կար, ինչու, որովհետեւ Տիրոջ շնորհքը թափվել էր մեզ վրա։ Տիրոջ շնորհքը, նրա ներկայությունը, նրա զորությունը, Սուրբ Հոգու լեցունությունը պետք է գա քո վրա, հաղորդակից լինես, թեկուզ քո մեջ օձ կա, որտեղ այդ օձին հանողը միայն նա է, միայն սերն է, միայն նոր խորհուրդն է, այն խորհուրդը, որ ծածկված է ազգերից, լեզուներից, հիմա հայտնվելու է սրբությամբ քայլողներին, ջրով հոգով մկրտվելը քիչ է, գրած է սուրբերին, որոնք նորից կնվիրվեն, նորից կուզեն ամբողջությամբ աղոթքի մեջ հանդիպել Տիրոջը, համաձայն եք։ Տեսեք ոնց է սովորացնում Սուրբ Գիրքը, որպեսզի դու հասնես սրբությունների, ոչ միայն ապաշխարություն, ջրի մկրտություն, հոգու մկրտություն, այլ սրբությունների։ Առակաց 7-րդ գլուխն եմ կարդում։ Որդյակ իմ, որդի ես դու իրան։ Ով կասի հա։ Ահա, հիմա քեզ ասում ուրեմն, դու ասի, չէ՞ որդի ես։ Պահի իմ խոսքերս, պահում ես։ Ցենց չկա։ Եվ իմ պատվիրանքներս քու քովը ծածկի։ Ես ո՞նց դի ծածկեմ պատվիրանքի իմ քովը։ Տանեմ զանավիսկի հետևը փակեմ ցենց։ Սրտի մեջ ո՞նց։ Ո՞նց էներ։ Տերը սա սովորացնում է։ Իմ պատվիրանքներս պահե, որպեսզի ապրես։ Այ քեզ հրաշք։ Փաստորեն իր պատվիրանքները, եթե պահես, դու կապրես։ Կապրես հավիտյան։ Ուրեմն պատվիրանքը ունի մեծ իշխանություն, քեզ պահելու չարից, փորձանքից, հիվանդությունից, դժբախտությունից, տառապանքից, նեղությունից, չորությունից, թացությունից, բանտից եւ ամեն տեսակ տառապանքից, որտեւ եթե մեկի մեջ կա կյանք, նրան արտաքին նեղությունը չի կարող հաղթահարել։
Պողոս Առաքյալը ինչ ասում, ասում է, դրսից նեղություններ, ներսից սենց, նենց, սուտ եղբայրից եւ այլ ձգե արտաքին նեղությունը։ Է ո՞նց է ձգում։ Եթե ներսից բորբոքվում ասուլ փոքու զորությունները, արտաքին նեղությունը խնդիր չի։ Հիշում եմ, պատմեն եղբայրները Զեյթունից էր, որտեղից էր քույրիկը, ասում է, ռակը բացվել է ասենց փորի վրա, բացա։ Իրան պատգարակով տանում ենք ջրով մկրտվելու։ Ինքը սենց աղոթում է։ Ցաված չցաված փարտիրոջը։ Ցաված չցաված գնում եմ մկրտվեմ։ Տեսեք, խիատ են ուրախ։ Ներսում է, չէ, հաղթությունը։ Դրսից որ բերեին մի $100,000 տային ցավը չէր անցնելու։ Ցավը չի անցնի։ Բայց քրիստոնեական ներկայությունը երկնային իշխանություն է տալի արհամարելու ցավին։ Հիշում եք Հոբը երբ գոհացավ Աստծուց, երբ որ լրիվ լավացավ ու գոհացավ, չէ՞։ Լավ արթուն եք այս անգամ, բռնցրիք։ Երբ որ ինքը դեռ հələ թշվառության մեջ էր, հիվանդ էր, եւ հələ Աստված իրան չէր ազատել։ Աստված Հոբին ազատեց գերությունից, երբ որ իր եղբայրների բարեկամների համար աղոթք արեց, բայց մինչև այդ ինքը դեռ հիվանդության մեջ էր, եւ իր տեսքը սեն են, դե նկարագրում են իզեվա սևացած, ворտնած, ամբողջ ոտքի թաթից մինչև գագաթը գրված է, որ սատանան չար պալարներով խփել էր։ Պալարը երևի ворտնա է, էլի, չէ՞։ Ճիճունա։ Վերքը, վերքերն է։ Ահա, վերքերի մեջ էր դեռ եւ ինքը ասում է, որ նայեցին, հերվից չճանաչեցին իր բարեկամները։ Եվ այդ ցավերի մեջ իրանք ողբացին, որ տեսան։ Եվ այդ պալարների մեջ, վերքերի մեջ նա այսպես երկինք նայում էր, ինչ հետարքիր տեսարան է, չէ, նկարի չլինի, նկարի Հոբը պալարների մեջ, պես վերքերի մեջ եւ երկնքից փառահեղ լուսափայլ Աստված խոսում է իր այդ լույս ընկել է եւ ինքը ինչ ասում։ Ասում է, Տեր, բժշկիր ինձ, չէ, շուտ բժշկիր, շուտ։ Հա? Հիվանդություններս վերցրա, փողերը հետ բեր, 10,000 ոչխար ունեի, սաղ գնաց, որդիներս, Տեր, կինս չի լսում ինձ անհնազանդը, այդ էր չէ աղոթում, ով կասի հայ հետ էր աղոթում։ Ինչ էր ասում էր, ահա իմ անձս կարհամար է, որտև քեզ եմ տեսնում, եթե իրան տեսնես, դու քեզ կարհամար ես, որտև ինքը շատ գեղեցիկ է, որտև ինքը քո ներսն է լցվում եւ ամբողջությամբ սեր ես վայելում, որտև երբ որ իր այդ հաղորդ են եղել մարդիկ 33 տարի բանտերով անցել են, չեն տրտնջացել, 25 տարի բանտերով անցել են, Գուլագ արշիպելագներով Ֆիդոտով եղբայրը, Բելիխը, Լևչուկը, Վարանաևը, Մուրաշկինը, մեր Պավել եղբայրը, շատ-շատերը եւ չեն տրտնջացել եւ ուրախությունը չի պակասել։ Գիտեք ինչն է գաղտնիքը, որ հավատացել են, դա չի գաղտնիքը, այլ իրան են տեսել, իրան ճաշակել են, նա երևացել է, նա հայտնվել է իրանց։ Մենակ իր մի հատ երևալը արդեն տվել է ուժ զորություն, որ բանտային դժվարությունները հաղթահարեն։ Դրա համար ասում է, պատվիրանքներս պահիր, նրանք կյանք տալու զորություն են։ Ու իմ օրենքիս քո աչքերու բիբի պես նայե, զանոնք մատեդ վրա կապե, զանոնք սրտիդ տախտակի վրա գրե, իմաստությանս է, դուն իմ քույրս ես, խոհեմությանը ծանոթ կանչե, որպեսզի քեզ օտար կնոջմեն, շողոքորթությամբ խոսող օտար կնոջմեն պահեն, վասնզի վերջապես այս անմիտ պատանի մասին է նկարագրում, որ քեզ պահի օտարից, օտարը շողոքորթելու ասեներ, բարեկամի վերքերը հավատարիմ են, բարեկամը քեզ ցավացնելու է, հայրը եթե քեզ ծեծում է, քեզ ուրեմն ընդունում է, եթե այսօր դու լացում ես, եթե տառապանքի է վերածվել քո կյանքը, եւ մի փոքր գումարի համար դու ժամերով չարչարվում ես եւ առանձին մխկտում լացում ես քո թշվառ կյանքի համար, իմացի երկնքում հայրը քեզ ընդունել է, դրա համար դու այդ վիճակի մեջ ես։ Աստված հոգսան, որ հանգարց իր զավակների գումարը շատ չլինի, ոչ էլ քիչ չլինի։ Քչի դեպքում դիտրտմեն, շատի դեպքում պետքա սատանան իրանց
որսա, որոգայթի մեջ դինգնեն։ Դա մարնա հոգսան, որ քո առողջությունը ճիշտ լինի այնպես ինչպես պետք է։ Պետք է անձի շաքար, ճնշում, Տերը տալիս է։ Այնքան եմ խնդրի, ասում չէ, պետք է, իզուր մի աղոթի, պետք է մի վարգանում կվերցնեմ։ Եվ տեսիլքով եղել էր, Տերը հատ քուրիկ աղոթել էր տեսիլ տեսնող, ինձ շատ ասիրում, Տեր Բարսեն ախպերը մեղկա այդ շաքարը բան, ասներ գիտես իր շաքար ինձ մար վերցնել ինչա, քուրիկ ասներ ինչ ասներ, այսպես մի հատ անեմ կանցնի։ Բայց չի անում, որտեվ հակառակն արե որ լինի, պիտի անցնես նեղության մեջ, պիտի անցնես կրակի մեջ, պիտի անցնես դժվարության մեջ, որպեսզի դու պատրաստ լինես երկնքի թագավորի հետ հանդիպելու։ Խոսքերս ընդունի Տերը ասում է։ Ուրեմն խոսքերը ընդունելը կարող է մարդուն կյանք տալ սեներ։ Խոսքը պետք է հասնի մինչև վերջ, ինքը տեղ ունի այնտեղ։ Եթե տեղին չհասավ, ինչքան ուզում ես խոսքը քո մեջ թող լինի, առատ բնակվի քո մեջ, օգուտ չի տալու։ Հատուկ տեղ կա, Աստծո խոսքը հայտնում է իր խոսքը որտեղ դե հասնի։ Եթե չհասավ այնտեղ դու կյանք չես ստանալու։ Սերմնացանի 3 կետում գրված է խոսքը սրտի մեջ էր, բայց օգուտ չտվեց։ Առաջի կետն եմ ես հատուկ նայել, երբ որ ընկավ ճամփուկով, Սատան եկավ սրտից խոսքը տարավ։ Սրտի մեջ էր, եթե դու գիտես թե սրտանց խոսքը ընդունել ես, օգուտ է դա քեզ, օգուտ է, բայց կիսատ է, իսկ քեզ ճշմարտությունը տեղ չի հասնելու։ Երկրորդ կետում անգամ բուսավ, քո բոյ բուսաթը, քո հավատքը, վկայությունդ, ապաշխարությունդ երևաց, բայց վերջում դարձավ անպտուղ, որտեվ դեռ ցնցումներ եւ հալածանքներ չի եղել, Աստված գիտի, այստեղ հասնել եմ թե չէ։ Երրորդ կետում սերեր, մենք տեսնում ենք, որ այսօր շատ-շատեր աշխատանքի վայրում են, իրանց հոգսերով են, փող են աշխատում, երազանքների մեջ են, ցանկությունների մեջ են, գնում են արտասահմանները, պայմանների տակ նկարվում են, ծովի մոտ խաբված ես սիրելիս դու, խաբել է քեզ եւ խոսքը խեղդել է քո մեջ, թեկուզ բուսել է, աճել է, բայց ոչ մի պտուղ չի տվել, գրված է, մնաց անպտուղ։ Խոսքը գնում է քո սրտի մեջ ճիշտ տեղը այն դեպքում, երբ որ հոժարությամբ ընդունում ես դու դա։ Հոժարությամբ չէր Հոբը կանգնած Աստծո առաջ։ Կատարյալ արդար Աստվածավախ չարությունից զատվող մարդը հոժար չէր Աստծո վրա իր վրա ուղարկածին սկզբում, հետո հոժարվեց։ Ասեց հիմա որ հոժարվել եմ, ինչ որ ինձ թույլ ես տվել, իմ անձը արհամարում եմ, որտեվ հոժարվելուց ես քո փառքը տեսա։ Այդ ձգտի որ իր փառքը տեսնես։ Թե չէ հավատացյալներ գրված է Դանիելի մարգարության մեջ, որ վերջի ժամանակներում շատ են լինելու, բայց ամբարիշտ են կոչվելու։ Ամբարիշտ հավատացյալը նա որ մասնակցում է եկեղեցում, միշտ գալիս է, միշտ գնում է, բայց սրտում ապաշխարություն, դարձ, նվիրում, կոտրված սիրտ, խոնար հոգի չունի եւ իր սրտի մեջ միշտ հակառակություններ կան, միշտ եւ իր աչքը այս երկրի երջանկությունների վրա է եւ դրա համար ասում ամբարիշտների գործերը հաջող է։ Դες պատմել են, չգիտեմ ճիշտ է թե չէ, մի հատ եղբոր Պավել ախպեր ասում այդ աղա դու ամբարիշտ ես, գործերդ միշտ հաջող է։ Մեկ ամբարիշտների գործերն է հաջող, մեկ էլ առաջի Սաղմոսում կատարյալ նվիրվածինն է հաջող, ասում է ինչ որ անի պիտի հաջողվի, իսկ մեկ առաջի Սաղմոսում որ ասում է ինչ որ արեց կհաջողվի, ինչ որ կանի օրհնված մարդիկ են մեկ տենց, մեկ էլ ամբարիշտ, բայց օրհնված մարդիկ շատ լավ են տարբերվում։ Ես օրինակ տես մարդ Սերգեյ ախպերն էի համարում, որտեվ ինքը ասում էր ես ինչ խնդրել եմ Տիրոջը ինձ տվել է։ Ամեն ինչ իմ կյանքում ինչ ուզեցել եմ Տերը տվել է, ոչ մի բան չի արգել է, որովհետև Տիրոջ օրենքի վրա է մտածեսներ։ Ուրեմն խոսքը, եթե դու ընդունել ես, նա պիտի բնակվի քո հավատքիդ մեջ, սրտի մեջ կա հավատք, հավատքի մեջ բնակված է օծը։ Օծը դա մի հատ այդ վիշավ որսես տեսք ունի, չէ՞, ինքը փոքրիկ մի հատ խոսք է ընդամենը։ Սատանայի խոսքն է, սատանայի վարդապետությունն է, սատանայի հասկացողությունն է երջանկության նկատմամբ, սա է վտանգը, որ մարդը երջանկությունը տեսնում է հակառակորդի առաջարկած տարբերակների մեջ։ Սատանան միշտ, նայ,
Հիմա ասեմ, հետևի քեզ կբռնցնես սատանային եփած քո սրտում խոսում, Աստծո դեմ չարախոսում։ Հենց որ Սուրբ Հոգով խոսքը գալիս է, քո սրտում ասես ձայնա գալի։ Ոչ։ Եղբայրը, որ ասում են, քուրիկներ, մազերը միներ եկեք, ինչ եք ասում։ Ոչ։ Էդի քո խոսքը չգիտես, չէ՞։ Սատանան է դա ասում։ Ասենք ինձ ասում են, Արսեն եղբայր, խոնարհ մի հատ ոչ, դուրս չի գալի։ Կարողա ոչ չեմ ասում, բայց ժղանանում եմ, էլի ոչ է, չէ՞։ Նայեք, Սատանան Եվային, որ հարցեց, ասեց, ինչ է ասես, սենց է ասե, որ ուտեք կմեռնեք, ասեց ոչ, չեք մեռնի, ճիշտը սենց է, արա, ոչ մի պրոբլեմ չես ունենա։ Բա որ ունեցար, բա որ գնացիր դժոխք, դժոխքում միլիոն տարի չի, որ դի չարչարվես։ Դժոխքից 100 միլիոն տարի հետո քեզ հետ չեն կանչելու։ Փոքրիկ սխալիդ համար, մոլորությանդ համար, անհնազանդությանդ համար, ապստամբությանդ համար, եթե Աստված չանի, գնացիր։ Իսկ մենք իշքան վկայություններ ենք լսել, որ շատ հավատացյալներ ենք տեսել։ Ինչու? Որտեվ իրանք իրանց սրտի մեջ, իրանց կատարյալ են տեսել, արդար են տեսել, աստվածավախ են տեսել, չարությունից զատվել են, բայց իրանց սրտի մեջ Աստծո խորհուրդը, որը Քրիստոսն է, արհամարել են։ Հիմա համաձայն եք օծը ձեր մեջ էփի սատկի։ Հիմա կարողա պետք կնի Հովսեփի պես քեզ ծախեն, համաձայն ես։ Ցեն չկա։ Բանտ նստես, համաձայն ես։ Ձերք չկա, բարձրացնող չկա։ 33 տարի, բելի։ Ես ինձ եմ ձեր մեջ տնում, ժողովուրդ ջան, ասենք, գուցե եւ թեթև անցնի, բոլորս ուզում ենք թեթև անցնի, չէ՞, ասենք, որտեվ զայլա չկա այդքան բանտեր էտալու բան։ Բայց եթե դու Քրիստոսին տենաս գիտես ինչ ես աղոթելու։ Կներեք, ես վկայեմ վերջացնեմ, մի օր շատ սարսափելի նեղություն էր մեր տանը 2000 թիվներ, 99 թիվներ, 2000 թիվներ, հաց առնելու փող չունենք 8 հոգով, հաց առնելու փող չունենք, ոչ մի կոպեկ փող չկար տունը, ու սուք էր, շիվան էր, ասի տեր, ասի, ես էլ իրանց այդ սուք անեմ, դառնամ անհավատ պրզնետ, ասի, բայց այստեղ չեմ ուզում, մեկա որ սուք անեմ, ով հացը չի գալու, բայց որ քեզ փարտամ, կարող է հացը գա։ Գնացի թաքու, որ մարդ չլսի, որտեղ որ լսեն ես փառք եմ տալի, գլուխս կջարդեին։ Մենք սկում ենք, դու ուրախ ես։ Այո, հոգևոր կյանքում սուքի ժամանակ ուրախություն կա։ Եվ ասի փառք ես Տեր, որ ասի փառք ես Տեր, ես բերանցս կրակ հելավ։ Յա, ասի սպասիլա, հացի վախտը չի։ Ասի փառք ես Տեր, ես բոց հելավ, ասի ես ինչ կատարում Տեր Աստված։ Ասի փառք ես, ես կրակը վառվավ, մեկ էլ տեսա Հիսուսը։ Ոտքերի տակից հրթիռի պես կրակ էր դուրս գա, ինքը մոմի մեջ sense ծածկված, մի ցակ աննկարագրելի գեղեցկություն, եւ ես ընկա զորության տակ սեցի գոհանալ ու փառավորել Տիրոջը։ Եվ էլ չեմ մտածում, սոված ենք, ոչ մի բան չկա, հույս չկա, ոչ մի բան չկա։ Մենակ մի բան եմ աղոթում։ Գիտեք ինչ եմ աղոթում։ Տեր, հանգարց մեզի հաց չտաս։ Հանգարց մեզի ջուր չտաս, գործ չտաս, փող չտաս, ոչ մի բան չտաս։ Մենակ դու այս սենց մնաս մեր հետ հավիտյան մինչև հափշտակվեմ։ Ես Աստված առաջ եմ ասում, Աստված գիտես խոսքեր ես ասել եմ, որտեղ ես մենակ եմ եղել, Տերն ա եղել հետս։ Եվ ինքը իջավ, սենց դանդաղ հակավ վրես։ Այդ հրթիռը, այդ կրակը, այդ կյանքը, այդ զորությունը, ու ես երեսս ծածկված տանոջման եմ գալ, որ չիմանան, ես հրճվանքից պայթում եմ եւ փափագում եմ, որ հանգարց մեր տունը ոչ մի հաջողություն չգա։ Սա կասեն գիժ այ մարդ։ Եթե դու էլ մտնես այդ կրակը, դու նույն բանն ես աղոթելու։ Չես կարա, դու այդ պահին դու չես կարա հաց ուզես, որովհետև դու անպատմելին գնում ես երանության մեջ, հասկանում ես երջանկության գաղտնիքը, հավիտենության գաղտնիքը, հասկանում ես ինչքան դադար կա մեր փնտրտուքները, մեր նպատակները, ինչքան հիմար են այդ բոլոր նպատակները եւ ինչքան տկար են քեզ ուրախացնելու մեջ։ Քո հավիտենական թագավորը Տեր Եհովա Աստված ներկա է հիմա, կանգնի աղոթք արա իրան, ասա Տեր քեզ եմ ուզում, ուրիշ բան մի աղոթեք այս շաբաթ, ժողովուրդ ջան, մենակ այդ աղոթեք, խոստանում եք, աղոթենք։